Հայ-ադրբեջանական պայմանագիրը այդ դեպքում ասեք։ Ոչ մեկից կախված չէ, որտեղ պայմանագրի գինը հիմա ոչինչ չարժի հիմա։ Նույնիսկ տեսնում ես, եւ հարձակվում է Ռուսաստանը, վերցնում է հողեր, մտածում են ոնց օրինականացնել այդ ամեն ինչը։ Խոսքերին, պայմանագրերին հիմա ոչ մեկը ուշադրություն չի դարձնում։ Դու պիտի դրնես հզոր։ Դու պիտի դառնաս հզոր պետություն։ Միայն հզոր պետությունը, ռազմական, տնտեսական հզոր պետությունը կարող է հասնել խաղաղության։ Ուրիշ ելք հասնել խաղաղության չկա։ Ադրբեջանը շարունակ ասած մենք պետք է ռազմական բալանսը վերականգնենք։ Չեք կարողանալու վերականգնել, դժվար է լինելու, դա մի 10 տարվա աշխատանք է պետք, բայց պիտի սկսես այդ աշխատանքները։ Եվ հիմնականը սկսես պատրաստել քո հասարակությունը, պատրաստել քո տնտեսությունը այդ վիճակին, որ խաղաղությունը ոչ թե պարգևատարված է լինելու մեզ Միացյալ Նահանգների կողմից, Թուրքիայի կողմից, Ռուսաստանի, ոչ թե պարգև է, բայց մի վիճակ է, որին դու պիտի հասնես աշխատելով, կառուցելով քո տնտեսությունը, կառուցելով քո անվտանգության համակարգը եւ այլ եւ այլ։ Ուրիշ ելք չկա։ Այսօր միայն երաշխիքը, որ Ադրբեջանը չի հարձակվում Տրամպի անուննա, Տրամպի վրա 3 տարի ունեք ընդամենը, Աստված տա Տրամպի հետ ոչ մի բան չի պատահի, եւ քո ռազմական ուժերն են, քո ուժային հաստատություններն են։ Եվ դու կանգնած ես այն պահին, որ դու պիտի քո հասարակությունը պատրաստես պատերազմին։ Քո հասարակությունը պիտի պատրաստնի պատերազմին։ Այդ համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի հիմնական ֆիլոսոֆիան է, որ միայն պետությունը չի կարողանալու այդ պատերազմով հաղթի, դու պիտի հասարակությունը ողջ ազգը պատրաստես եւ ողջ ազգը պիտի պատրաստնի։ Ոնց ես պատրաստում քո ազգը, ոնց ես պատրաստում քո պահեստազորը, ոնց ես կառուցում քո պահեստազորային ուժերը, ոնց ես պատրաստում քո տարածքային պաշտպանության համակարգը, ոնց ես պատրաստում քո քաղաքացիական պաշտպանությունը եւ այլը եւ այլը եւ այլը եւ այլը։ Կա հազար ու մի շատ կարևոր հարցեր, համակարգեր, նախաձեռնություններ, որը դու պիտի անես չսպասելով ոչ մեկին։ Եվ ես նման համակարգված մոտեցում ցավոք սրտի չեմ տեսնում։ Այո, համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի տեսլականը ընդունված է Հայաստանի կողմից, բայց տեսլականից հետո պիտի գա ռազմավարություն, ռազմավարությունից հետո պիտի գա աշխատակային քարտեզ, աշխատանքային քարտեզից հետո պիտի գան պետական ծրագրեր, հասարակական ծրագրեր եւ այլ, որովհետեւ այդ աշխատանքը միայն պետությունը նորից ընդգրկում չի կարողանի։ Ինչ-որ բան տեղի ունենում խոհանոցում։ Այսօր թուրքերն ասում են, մինչև տարվա վերջ հայեր եւ ադրբեջանցիներ կստորագրեն։ Այդ լինելու ընդամենը մի թուղթ։ Թուրքերին ինչին է պետք այդ։ Թուրքերին պետք է որ ճանապարհը բացվի, իրանք ստանում են Թուրքիայից մինչև Ադրբեջան ու իսրայելական ազդեցության եւ այլ հզորացման հնարավորություն, բայց մենք ինչ ենք ստանում։ Մենք պիտի ստանանք այդ որովհետեւ այդ միջանցքը դու մի հատ ունես, այդ միջանքը մի անգամ ես տալու, ուրիշ քարտեր չունես։ Այդ միջանցքը տալով Թուրքիային եւ Ադրբեջանին Միացյալ Նահանգների անունի տակից դու պիտի կարողանաս վերցնես քեզ համար անհրաժեշտը։ Իմ կարծիքով քեզ համար խիստ անհրաժեշտ է ստանալ բլոկադայի հանումը, որ Հայաստանի տնտեսությունը հնարավորություն ունենա դուրս գա մեծ շուկաներ։ Մինչև դու դա չես ստանում, դու չպիտի դասես տարածքը, դու Տրամպի պիտի բացատրես, որ ես կբացեմ, եթե Թուրքիայի այդ համաձայնության մեջ մտնի ոչ թե միայն Ադրբեջանը եւ Հայաստանը, դա պիտի լինի երկու գումարած եկ ֆորմատ, եւ Ադրբեջանը եւ Հայաստանն է մասնակցում, Թուրքիան եւ Միացյալ Նահանգները։ Երկուսը պիտի համաձայնվեն, դա երաշխիքներ, որ բլոկադան հանվելու է, անվտանգության երաշխիքներ, ինչ որ ձևով Միացյալ Նահանգները պիտի ապահովեն։ Մինչև այդ խնդիրները դու չես դնում որպես պետություն, դու նորից քեզ խափելու են եւ ճիշտ են անելու խափելու են, եթե դու խափվում ես մի փաստաթղթով ստորագրած Ուկրաինայի համար են Բուդապեշտի մեմորանդումը ստորագրել են, որ տարածքային ամբողջականությունը ունենա ուր է այդ եւ այնտեղ դելիմիտացիա, դեմարկացիան անցկացված է Ռուսաստանի եւ Ուկրաինա սահմանները լրիվ ճիշտ գրված է եւ այլ։ Ժամանակը թղթերին վերջացել է ցավոք։ Ադրբեջանում խորհրդային դրոշներով ցույցեր են անցկացնում։ Հա։ Այդ ուրիշ հարց է։ Ինչ հարց է դա։ Այդ հարցը այն պրոբլեմ հնարավոր է Ադրբեջանում, թե նախաձեռնողը իշխանությունն է։ Իշխանությունն է իհարկե անում այդ։ Այնտեղ ավտորիտար երկիր է, ամեն ինչ մոնոպոլիզացված է, մտածել որ ինչ որ բան կարող է տեղի ունենալ, ինքան էլ լուրջ չի։ Եվ այստեղ մի ուրիշ մեծ խնդիր կա մեզ համար, դուք էլ չեք ներեցեք երկրորդ անգամ ասում ջահել, ինձ ման ջահել չեք հասկանում եք։ Պրոբլեմը այն է, որ վերջի 30 տարի, 25-30 տարի ադրբեջանական հասարակությունը մեծացվել է Հայաստանի հայ ազգի նկատմամբ թշնամության մեջ։ Մի սերունդ է մտածել, որը ատում է հայերին, եւ այդ ատելությունը դարձել է ազգանցի նպատակը, իրանք այդպես են մեծացել։
Իրանք այդպես են ձևավորվել։ Եթե ասենք պատկերացնենք, որ մի վարքյան Իլհամ Ալիևը ստորագրում է, որ խաղաղություն ասկսում, հիմա հայերը մեր բարեկամներն են, դուք հասարակությունը մի օրում չես կարողանալու փոխես։ Հասարակությունը բուժել այդ ատելությունից, այդ դες կողմերը սկսել են քաղ հասարակության ներկայացուցիչներով այդ խաղը չեմ կարծում, այդ լուրջ չի ստացվել, որովհետև եկել են գնացել 5-10 հոգի, բայց այստեղ Հայաստանում այդ խնդրեմը չկա, մեզ մոտ ատելությունը չկա։ Ադրբեջանում դա տոտալ պետական ծրագիր է եղել, գաղափարախոսություն է եղել։ Իլհամ Ալիևը որպես ավտորիտար առաջնորդ արտաքին թշնամի է կառուցել, արտաքին թշնամին ցույց է տալիս ներքում պահել իշխանությունը, դա կլասիկ մոտեցում է։ Մեֆտիևի կալանքը նույնպես այդ սցենարիով։ Այդտեղ իշխանության խաղեր է, այդ պալատային խաղերի ձևական չէ, պալատական խաղեր է, բայց ավտորիտար համակարգի ներքո։ Կարող է Իլհամ Ալիևը գնա, ուրիշը գա, բայց այդ ավտորիտար երկիր է լինելու, ասենք կինն է գալիս իրան, կամ ուրիշ մի կլան է հաղթնում։ Բայց եթե կլանը հաղթի, նշանակություն չունի։ Հասարակությունը, ազգը, ժողովուրդը, ադրբեջանական թշնամական է վերաբերում Հայաստանին։ Հայաստանը նայում է մեզ նայում որպես թշնամի։ Եվ դու դա մի տարում, 20 տարում լուծել չես կարող։ Մի 2-3 սերունդ պիտի անցնի, որ ադրբեջանցին սկսի ուրիշ ձևի նայել մեզ։ Եվ մտածել, որ այս պայմաններում դու կարող ես հասնել խաղաղության ընդամենը թղթով, դա շատ ու շատ մեծ խաղ է։ Իրանք ավելի շուտ կշարունակեն պատերազմը։ Այսօր ազգային ժողովի նախագահ Հայաստանի բավականին վստահ էր ասում, որ բոլոր գերիները կվերադառնան։ Դե հա։ Հա։ Քանի անգամ են ասել, մենք քանի անգամ ենք այդ խոսքերը լսել։ Պետք չէ նման խոսքեր ասել, նման հայտարարություն անում են արդեն post factum եւ վերջ ասում ասես հետ եք բերել։ Պետք չէ հասարակությանը այն ծնողների նույնիսկ այնպեսի համաձայնություն, որը թույլ տալիս է իրան։ Ով է երաշխիք, այդ համաձայնության երաշխիք ով է։ Ես էլ չգիտեմ, դուք էլ չգիտեք, եթե չես ասում ով է երաշխիք, ինչ ծրագրով է, ինչու է Ադրբեջանը համաձայնվել, ինչի դիմաց է ինքը համաձայնվել, պետք չէ հասարակությանը Ադրբեջանը համաձայնել է, որովհետև Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ հակամարտությունը ավարտված է։ Չեմ հավատում այս Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը զուգահեռ շարունակում է զինվել մեծ տեմպերով։ Ադրբեջանի ներքին տրամաբանությունը մնում է ռազմական։ Միայն մենք չենք, չէ՞։ Չեմ կարծում Ադրբեջանը մտածի, որ Իրանի դեմ կարող է ռազմական գործողություններ լինի կամ ասենք Վրաստանի դեմ, չէ, մենք ենք, ուրիշ թշնամի չկա։ Ղազախստանի դեմ չի հոգարվել։ Միայն թշնամին, ում դեմ Ադրբեջանը կարող է կռվի, դա Հայաստանն է։ Այդտեղ ոչ մի բան չի փոխվել։ Եվ Ադրբեջանի մոտ մնում է այդ ռազմական տրամաբանությունը։ Ինքը ռազմական տրամաբանության մեջ է։ Տեսեք ինչքան զենքեր է առնում։ Վերջի շքերթը որ շուտ են դվել, ինչքան զենք է առնում։ Եթե դու պատրաստում ես խաղաղության, քո ռազմական բյուջետը 21% չի կարող լինել։ Պետք չէ խաբվել։ Պետք է նայել իրականության փաստերի հետ։ Իրականների փաստերի մեջ դու ունես Միջանցք, Տրիպ, Տրամպի անման, այդ Տրամպի անման Միջանցքի դիմաց դու պիտի ստանաս երաշխիքներ, անվտանգության երաշխիքներ եւ բլոկադա է հանում։ Այդ խնդիրները պիտի լուծի հայկական իշխանությունները։ Եթե այդ խնդիրները չես դնում, եթե չես փորձում լուծել, մտածել որ ինչ-որ մի փաստաթուղթ, պայմանագիր քեզ կերաշխիք կնի խաղաղության, դա շատ սխալ մոտեցում է։